Բանակում չծառայածների կառավարությունը նախկինում բանակի օրն այսպես էր նշում. այս տարի տոնական օրը ՔՊԱ-ականների ոտքը եռաբլուրջ չմտավ։ Հսկայական արա բանակը մենք զորք ենք արա, այսօր մենք բանակը սա ժողովրդս բանակ ենք արա, ինչ վարչապետ, ինչ կառավարություն, ինչ բնը, սաղ ինչքան փախած զիբիլկայք են մտել են կառավարություն, սաղին էլ գիտեմ հատատով։ Հատ բոլորին գիտի հանրությունը, իսկ Պապիկյանը բանակից փախած ՔՊԱ-ականներին դեռ փնտրում է։ Կարող է ինձ ամեն օր հայհոյեք կամ իմ գործունեությունը վատաբանեք, բայց եթե այս հարցում ինձ համապատասխան ինֆորմացիա կտաք ու կդառնաք իմ դաշնակից այս հարցում, իմացեք, որ ես ձեր գործընկերն ու դաշնակիցն եմ, որովհետև ես նման բաներ ուղղակի չեմ կարող հանդուրժել։ Ոչնձի ոչ Պապիկյան, դրանք անձի ոչ բան չեմ հետաքրքրում դրանք անձի։ Այսօր բանակ չկա, այսօր սա հողա տվին, սա ամեն ինչ տվին, այսօր դարել են Թուրքի հետ աղբերներ ընկերներ, ինչ բանակի մասին է խոսքը ես չգիտեմ, չկա հիմա բանակ հասկացողություն չկա։ Չկա, այս պատերազմից հետո բանակ չկա, եթե չկա միասնություն, չկա հարգանք, այսօր դրանք չեն հարգում, այս սուրբ երեխեքին այս կյանքը տվին այս հանուն հողի, այսօր գնաց Թուրքի հետ աղբերություն են անում, չկան իմ մար իրանք չկան, բանակ չկա, ինչ Պապիկյան, ինչ մյուս, սաղել իմ մար ոչ մի բան է, զիբիլներ է սաղել, դա մարդ չկա իմ մար։ Փաստն այն է, որ ՔՊԱ-ականների մի ամբողջ բանակ բանակում չի ծառայել։ Տարբեր պատրվակներով զինվորական ծառայությունից ազատված ՔՊԱ-ականները հայտնվել են իշխանության բարձր էշելոններում։ Այս երիտասարդը արտաքին գործերի փոխնախարարն է։ Ազատվել է բանակից գիտությամբ զբաղվելու համար, բայց զբաղվեց քաղաքականությամբ ու ՔՊԱ-ականների ուսապարկային քայլերթով։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի լավակ պետք է իր ծառայությունները բանտուցի պետությանը, իսկ մենք գտնում ենք, որ միայն զինված ուժերում չէ, որ այս ծառայությունը կարելի է մատուցել պետությանը։ Կեղծ գիտնականներ չունենանք, ովքեր 27 տարին լրանալուն պես ազատվեն զինվորական ծառայությունից, այլ ունենան պարտականություններ եւ օգտվեն մեր ծրագրերից միայն իրական գիտնականներ, օրինակ։ Պապիկյանը սա քննարկում էր բանակից ակադեմիական տարկետմամբ ազատված արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Բանակում չծառայելը քիչ էր, կեղծ գիտնականների տանիք դարձած իշխանությունը այս խոսակցությունից հետո փոխնախարար Կոստանյանին պարգևատրեց հայրենիքին մատուցած ծառայությունների առաջին աստիճանի շքանշանով։ Նման շքանշանի արժանացել են Յուրի Խաչատուրովը, Օնիկ Գասպարյանը, Սեյրան Սարոյանը, Նորատ Տեր-Գրիգորյանցը եւ բազմաթիվ վաստակաշատ գեներալ ու գնդապետներ։ Պապիկյանը, որ ասում էր, թե կեղծ գիտնականներ, այստեղ մի հատ փաստ էի բերել, կեղծ գիտնականը ով է։ Այսօրվա արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այն ժամանակ ընդունվեց ասպիրանտուրա։ 3 տարի իբր ասպիրանտուրայում էր, 3 տարի հետո, երբ որ դիսերտացիայի ժամանակն էր ու չէր պաշտպանելու, դիմում գրեց ասպիրանտուրայից դուրս եկա։ Պաշտպանության նախարարին ժամանակ Արշակներ Կարապետյան հարցում եմ, ասում եմ Վահան Կոստանյանին չի զորակոչվել, պատճառաբանում են առողջական խնդիրներով, այսպես են բանակից ազատում այս իշխանության ներկայացուցիչները։ Բանակից ազատվել է նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը առողջական խնդիրների պատճառով։ Հայաստանում ուր գնում ես, համատարած մարդիկ ազատված են բանակից։ Մեկը պճեղի մենինգիտ ունի, մյուսը ականջի խրոնիկ մեծացում ունի, ու այսպես շարունակ։ Այսինքն մեր պրոբլեմի 100%-անոց պրոբլեմի 90%-ը կապված է առողջապահության ոլորտի հետ։ Պետք է ծառայեն բոլորը, մենակ մեր վրա չի, սեր քասիբներով, կանաչի մշակողներով ելնենք եթանք կով հայրենիք պահենք։ Ոչ մեկ արտոնյալ չի։ Ոչ մեկ ընձնից լավը չի տեղուցել, իսկ բոլորից էլ լավը չեն, այսպես գտնվողից լավը չեն։ Պետք է գան ծառայեն։ Հաջորդ չծառայածը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է։ Լիքը մարդիկ չեն ծառայել, տարբեր պատճառներով, այդ թվում նաև ձերացած գումարը տալով։ Եթե բարձր պաշտոններ են զբաղեցնում, եթե նա զենք չի բռնել, հայրենիք չի պաշտպանել, աթոռին նստած նրանից ինչ հայ։ Այս անողները անեն, իրանք նստեն, իրենց պահեն, հա, ըստ պահանջի, հա։ Ով չարչարվի ստեղ ասում են, ով ուտի, հիմա էսա։ Չեն ծառայել նաև շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, նախկին նախարար Փաշինյանի ընկեր Հակոբ Սիմիդյանը,
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար ԱՄՆ-ում դեսպան Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ես բանակում չեմ ծառայել առողջական խնդիրների պատճառով, եթե կուզեք կարող եմ մանրամասնել։ Բանակում չեն ծառայել ՔՊԱ-ական պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Էդուարդ Աղաջանյանը, Բաբկեն Թունյանը, Վաղարշակ Հակոբյանը, Կարեն Սարուխանյանը։ Իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ակադեմիական տարկետման իրավունք է ստացել որպես ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ։ Այլ հարց, այս մասով կան։ Այդպես էլ գիտական ատենախոսություն չի պաշտպանել։ Վերջում զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով։ Մերնեք լավ է, այսի գիտես ինչ, այսի մեր ժողովրդի սխալն է, մեր սխալն է, իմ սխալն է, որ ոտի չեն կայնում, սաղի մածս, մտնենք, բրթենք, գցենք այնան, քաշվենք այնան, որ նոր մարդիկ կան, նոր կառավարություն ունի, հասկանանք, այս երկիրը հետ բերեն, հեծալով հետումա կործանման, ոչ մի լավ բան չկա այս երկիրում, ոչ մի լավ բան չի լինում, հաճակարակը վաբշե կործանման այդում, կամ են թռած բանը նախագան, այս զիբիլ, այ կեղտ, ասում ես ներողություն, Թուրքեն ուրիշ բան չեմ տուն, սրաս մեջ Ալիևին ասում է շնորհակալություն, ներողություն, ես իմ ինչ, դրանց նմանների վաբշե չթողեք Հայաստանում ապրեն, դնա Թուրքիա փախի գնա աղբորդ մոտ, սաղ է թուրքերը սրաս մեջ կառավարության կեսի շատը։ Բանակից ազատվել է նաև տարածքային կառավարման նախկին նախարար Գնել Սանոսյանը, որը մինչև բանակ գնալը հասցրել է 2 երեխա ունենալ ու ազատվել ծառայությունից։ Այս աստղաբույլը եզրափակում է պատերազմական իրավիճակում գլխավոր գերագույն հրամանատար բանակում չծառայած վարչապետը Նիկոլ Փաշինյանը։ Այնուհանդերձ նա ապրիլյան քառորյա պատերազմին մեկնել է ռազմաճակատ հասնելով մայիսին։ Մարդը չի հասկանում, աչաձախում նայում չծառայողներ են, ձախանայում չծառայողներ, ինքը չի հասկանում, ինքը ինչի պիտի ծառայի։ Եվ սա դառնում է արժանապատվության խնդիր։ Այս պարագայում իրանք իրանց բացի ոնց կդնեն ի ցույց չեն դնի բնականաբար, եթե այսպես ազատելուց է խոսում, ապա թող սկսեն իրենցից։ Ով չի ծառայել, չպիտի լինի կարևորագույն պաշտոններում, ինչպես նաև ղեկին։ Բանակում չծառայածների մասին ինչ կարծիք ունեք։ Բանակում չծառայածների մասին։ Որոնք չեն ծառայել ու այսօր բարձրաստիճան պաշտոնատար անձ են։ Դե նախկինում չգիտեմ ինչ պատճառներով չեն ծառայել, դա որոշելի կարծը չի։ Դա մարդիկ իրոք հիվանդության կամ ինչ-որ պատճառով ազատվել են։ Դա իսկապես նորմալ է, բանա, օրենքի սահմաններում ազատվել են, ես շատ գիտեմ ով ես շատ գիտեմ ով ծառայել։ Ինչի ես մեր ազգին 100% վարորդի ու տարել, քեզնից սկսած։ Ես պիտի Չի, այսօր հայկանայքել են ծառայում։ Բարգը կատարել ենք մենք։ Մի հայկանացներ, թող գալ ծառայում են ուզում ասում։ Օրենքով, կարգով, կանոնով մի հայկանայքել են ծառայում։ Փաստորեն պաշտոնյա տղամարդկանց նրանց որդիներին թողած անցել են կին լրագրողներին ծառայության տանելուն։ Փոխարենը բանակից ազատվում են ոչ միայն իշխանականները, այլև իրենց ոսկե զավակները։ Փոխնախարար մարդ կա, որը գիտությամբ զբաղվելու համար ակադեմիական կրթության համար։ Ես չգիտեմ, ցավը տանեմ ինքն ինչի համար չի ծառայել, կարող է իրոք հիվանդության պատճառով չի ծառայել կամ ինչ-որ մի խնդիր է։ Պատգամավորների զավակներ էլ կան, որոնք ազատվել են բանակից։ Ոնց հասկանանք։ Այդ պատգամավորներին քթեք հասկացրիք։ Բանակում չի ծառայել Վահագն Խաչատուրյանի որդին Արամը, Ռուսաստանում դեսպան Գուրգեն Արսենյանի կրտսեր որդին, պատգամավոր Վահե Ղալումյանի 2 որդիները, Աշոտ եւ Վլադիմիր Ղալումյանները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի 2 որդիները։ Ես ձեզ ասում եմ, այդ անձնական խնդիր է ու իմ տղաները ասում են իրենք մեղավոր չեն, որ իրանց հայրը դառել է պետական պաշտոնյա, որ իրանց անձնական խնդիրները դառնան հանրային քննարկման առարկա։ Փոքրը որ դառավ 18-16 թվականից, երբ որ ինքը ուչոտի կանգնեց, այդ խնդիրը որ արձանագրեց 16 թվականին ման էր, վայնկոմատում 18-ին վայնկոմատում մի հատ ակին քիչ էր մնացել սկանդալի մեջ հայտնվեր։ Ինչի՞։ Որտեղ ուզել է գնա բանակ, իրանք ասել են մանա, այս բանում մենք իրավունք չունենք, մենք հանցագործ չենք։ Հա, այսինքն 2 որդիներն էլ նույն խնդիրը ունեն, հա, ինչ որ հիվանդություն ա որը։ Տարբեր է խնդիրը։
Տարբեր է խնդիր։ Հիմա այդպես է ստացվել։ Մեծ իսկ խնդիրը ոնց որ 13 տարեկանից է եղել։ Հենց ասած մեր ժամանակների նոր բաներից է, իմ ասում եմ ժամանակակից խնդիրներից է։ Որ 13 տարեկանից եղել է, ինքը 13 տարեկանից մանա։ Ոնց որ հսկողության տակ եւ այլ, որովհետեւ բաներ բժիշկները ասում են, որ եթե մինչեւ տենց հասունացման շրջանին ավարտը 25-26 տարեկանը ոնց որ կրկնությունը բացառենք, կարանք բան անենք, ոնց որ այլևս չկրկնվի, այսինքն չդառնա քրոնիկական։ Այսօր քննադատում են, ասենք, նախկին ղեկավարների շատ զավակների, զինված ուժերի, շատ գեներալների, ընդ որում նաև իմ երկու զավակները ծառայել են, ընդ որում նաև իմ ավագ որդին վիրավորվել է 44 օրյա պատերազմի ընթացքում, ավելի շատ պետական աշխատողներ, պետական ծառայողներ, որոնք որ չեն ծառայել բանակում, այսօրվա իշխանության օրոք են, բայց տա Աստված եւ ես կցանկանայի, որ մանավանդ անվտանգային համակարգում աշխատանք իրականացնող մարդիկ 100%-ով ծառայած լինեն հարգական բանակում։ Գտեք մի ԿՊԱ-ական, որի շիրիմի առաջ կարող ենք խոնարհվել։ Չկան, իրականում չկան։ Չգիտեմ, երևի իրանց երեխաները բոլորը հիվանդ են։ Բանակում չծառայածների կառավարությունը չի կարող նաև պատշաճ գնահատել սահմանը պահողներին եւ իրենց կյանքը հայրենիքին տված նվիրյալներին։ Այդ որ մի ազատամարտիկին են այսօր գնահատում, տեսեք էլի, որը վարձով, որը այսօր դեղի փող չունի, որեն ինչա կատարվում է Հայաստանում։ Բա իմ ազգը սրանը արժանի, իմ Հայաստան երկիրը։ Շնորհակալություն իրանցից, չենք ուզում ոչ մի բան իրանցից։ Ոչ մի բան։ Փախի գնացել են իրանց երեխեքով։ Თუ եթե նախբեր բարի գիշեր իրանց։ Մեր հայրենիքն էսա, մենք չունենք այդ հալը։ Ռիփսիմե Ջեբեջյան, Իլյա Մանուկյան, Վազգեն Հովանիսյան, Տրիբյուն AM։